Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանն այսօր ամփոփեց անցնող տարվա ընթացքում անցկացված ընտրությունները, խոսեց սպասվող նորամուծություններից ու 2026-ին նախատեսված խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամկետներից։ Եվ այսպես սահմանադրության կարգավորումներով ըստ էության այն ժամկետը, որը ենթադրում է ընտրությունները, դա եկող տարվա հունիսի 2-ից 12-ի միջակայքն է, այսինքն այդ տասնօրյակն է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան։ Վահագն Հովհակիմյանի խոսքով, թեև դեռ նախագահի հրամանագիրը չկա, սակայն ակնկալվում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին, կիրակի։ Իսկ եթե նախագահը ընտրությունների օր որոշի ոչ կիրակի, բոլորը ընտրությունների օրը, կարելի ասել, այսպես արդեն տեսակ չակերտավոր, բայց արձանագրած ընթանում են առաջ, որ այն է, որ հունիսի 7։ Ինչով է դա պայման, որովհետև այդ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Այսինքն, եթե նախագահ այլ օր որոշի այլ օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր, այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Արդյոք հնարավոր է, որ 2026-ի ընտրություններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական կամ այլ պատճառով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր չգրանցի, կամ արդյոք հնարավոր է, որ ինչ-որ դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվեր նկարի։ Վահագն Հովհակիմյանը բացառեց ընդգծելով. «Ես հանցագործ չեմ էլ լինելու»։ Կներեք, այն ինչ որ ես անընդունել եմ ժամանակին համարել, ես երբեք այդպիսին չեմ լինի։ Ես Հայաստանի Հանրապետության կնախագահ եմ ընտրվել եւ ես իմ լիազորությունների այն ինչին այսպես պարտականությունն է, այն ամեն ինչը ես տիրապետում եմ, ես օգտագործում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում, քանի դեռ ես կնախագահ եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային։ Հաջորդ տարվա աշնանը նաև ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Այս պահին 46 համայնքներում սպասվում են ընտրություններ։ Հովհակիմյանը թվարկեց մասնավորապես այն մարզկենտրոնները, որտեղ տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր եւ Իջևան։ Ըստ էության, բացառությամբ Գյումրիի, որտեղ ընտրություններն անցկացվեցին այս տարի, բոլոր մյուս մարզկենտրոններում կլինեն ընտրություններ։ Մարզերում էլ ընտրությունների օրերը կորոշեն մարզպետները։ ՏԻՄ ընտրությունների համար 3 օր ենք սահմանել եկող տարվա աշնանը՝ սեպտեմբերի վերջի կիրակի, հոկտեմբերի վերջին կիրակի եւ նոյեմբերի վերջին կիրակի։ ՏԻՄ ընտրությունները մեծամասամբ կանցկացվեն համամասնական կարգով, մեծամասնական կարգով կանցկացվեն միայն այն համայնքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնություններով, ինչպես օրինակ Լերմոնտովո, Ֆիալետովո, Ֆերիկ, Շամիրամ, Արևուտ, Արզնի եւ այլն։ 2026-ի ընտրություններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը մոնիտորինգի եւ վերահսկողության մի շարք նոր գործիքներ կկիրառի։ Դա Վահագն Հովհակիմյանի խոսքով հնարավորություն կտա համացանցում տեղի ունեցող քարոզչությունը ավելի փաստարկված ու հնարավորինս ընդգրկուն ծավալներով մոնիտորինգի ենթարկել։ Նոր կարգավորումների համաձայն էլ դիտորդական առաքելություն կիրականացնեն նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Այդ ինստիտուտի կայացվածությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի առաքելությունները գործեն չեզոքության դիրքերից եւ օբյեկտիվության տեսանկյունից իրենց դիտարկումները կասկածի տակ չդրվեն։ Դեկտեմբերի 3-ից 10-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ամենամյա պարտադիր ատեստավորման երկրորդ փուլը։ Այս փուլում ընդգրկված են եղել Երևանի 1-ից 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները եւ Վաղաշապատ համայնքն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովը։ Ատեստացիայի մասին ծանուցվել է 77 անձ, մասնակցել 66-ը, անհարգելի առանց դիմումի բացակայել է 3 անձ։ Ատեստավորման երկրորդ փուլի բացակաների, ինչպես նաեւ անցողիկ շեմը չհաղթահարած անձանց հնարավորություն է տրվելու հաջորդ տարվա հունվարի 12-ին կրկին ատեստավորման մասնակցել։ 2026-ի ընտրությունները էլեկտրոնային քվեարկությամբ չեն լինելու, ավելին Հովհակիմյանի խոսքով շատ երկրներ, որոնք քվեարկություններն այդ կերպ էին անցկացրել, այժմ հրաժարվել ու կրկին թղթային տարբերակին են անցել։ Թուղթը ծախսատար է, բայց մնայուն ու իրեղեն ապացույց, համոզված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Նրա խոսքով ընտրություններին օգտագործվող 4000 սարք կա, բայց պահուստայիններից 450-ը խնդիր ունեն, 9 տարի է օգտագործվում են։ Տեխնիկական վերազինման այս կարիքներն էլ առաջիկայում կլուծվեն միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Տիգրան Հովհակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։